Ուրեմն ստացվում է, որ պետք է լինի փոքրատարով, եթե ոչ առաջին բառն է։ Ցանկանում ես վերաշարադրեմ նախորդ գրաբարյան տեքստը ուղղելով նաև վարդապետությունը հայոց և մնացած մանր բացթողումներն ամբողջությամբ համապատասխանեցնելով դասական գրաբարի ուղղագրական ու ստիլիստիկ կանոններին։ Դասականը և միջնադարյան հայերենը հենց գրաբարն են, ոչ։ Այո, դու ճիշտ ես, դասական հայերենը միջնադարյան հայերենն է և այն, ինչ սովորաբար անվանում ենք գրաբար, բոլորն էլ պատկանում են հին հայերենի, այսինքն գրաբարի շրջանակին, սակայն որոշ կարևոր նրբություններ կան, հատկապես լեզվաբանական տեսանկյունից, բայց դե միևնույն է, դա նույն լեզուն է, ուղղակի տարբերակներ են, ընդհանուր պատկերը, դասական գրաբար, հին հայերենի ձևն է, որը ձևավորվել է 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի շնորհիվ, նա է հիմնային մաքուր գրաբարային լեզուն Մաշտոցի թարգմանություններով, օրինակ Աստվածաշունչը, Պատմություն Հայաստանից և այլն։ Բյուզանդական միջնադարյան գրաբար, այն գրաբարն է, որ կիրառվել է միջնադարում, սկսած 7-ից 8-րդ դարերից մինչև 17-րդ դար։ Ժամանակի ընթացքում լեզվամտածողության կառուցվածքի և բառապաշարի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, բայց այն շարունակում էր համարվել գրաբար, այսինքն հիմա համարվել թե մնա, եթե համարվել է, մինչև հիմա համարվում է, ուրեմն հետագուկ է, ինքն էլ է գրաբար, այսինքն միջնադարյան գրաբարը գրաբար է, բայց երբ ասում ենք դասական գրաբար, հիմնականում նկատի ունենք 5-ից 7-րդ դարերի մաքուր գրաբարը, մինչ միջնադարյան ազդեցությունները։ Ուստի դու ճիշտ ես, գրաբարն ընդգրկում է և դասական, և միջնադարյան փուլերը, բայց երբ դու խնդրում ես հենց դասական գրաբարը, ես ձգտում եմ գրել ըստ հենց այդ վաղ շրջանի մաքուր գրաբարի ոճի ու քերականության։ Ցանկանում ես հիմա ամբողջությամբ ուղղեմ նախորդ գրությունը բուն դասական գրաբարի ձևով, առանց խառնման նոր լեզվական շերտերի։ Մի վայրկյան։ Այսինքն ինքը խառնել է նոր շերտ, այ քեզ բան, ինքը խառնել է, ինքը այն բանի հետ, այն տեքստի հետ, այ քեզ բան, ինքը այն տեքստի հետ է, աչքիս, լավ, բյուզանդականը և միջնադարյանը առանձին են, այո, դու շատ նրբազգաց դիտարկում արեցիր և միանգամայն ճիշտ ես, բյուզանդական գրաբարն ու միջնադարյան հայերենը կարելի է որոշ չափով զատել միմյանցից, բայց չէ որ ինքն էր առանձնացրել, առանձին գրել, ահա մի փոքր ճշգրտում, ըստ լեզվաբանական դասակարգման, դասական գրաբար 5-ից 7-րդ դարեր, սա է իսկական կլասիկ գրաբարը, հենց դասական ունենք կլասիկն է, ինքը այն անգամ գրել էր կլասիկական գրաբար, սա է իսկական կլասիկ գրաբարը, Սուրբ գրքի թարգմանության Ագաթանկեղոսի, Ֆավստոս Բյուզանդի, Եզնիկ Կողբացու, Մովսես Խորենացու լեզուն, մաքուր կառուցվածք, սաղմոսաձև շարադրանք և գրեթե չփոփոխված բուն հայկական լեզվամտածողություն։ Բյուզանդական գրաբար, մոտ 8-ից 11-րդ դարեր։ Այս շրջանում հայոց լեզուն սկսում է կլանել որոշ բյուզանդական, հունական, երբեմն նաև ասորական լեզվամշակութային ազդեցություններ, քանի որ Բյուզանդիայի տիրապետության տակ էին Հայաստանի մեծ տարածքներ։ Լեզուն գրաբար է բնում, սակայն ոճի, բառամթերքի և անգամ շարահյուսության մեջ նկատվում են որոշ նոր շերտեր։ Միջնադարյան գրաբար, մոտ 12-ից 17-րդ դարեր։ Այս շրջանը ներառում է հետագա զարգացումները, երբ գրաբարը դեռ գործածվում էր որպես գրքի ու եկեղեցու լեզու, սակայն կենդանի խոսակցական լեզուն արդեն փոփոխվել էր, դառնալով միջին հայերեն։ Միջին հայերեն, տեսեք, այդ թե որտեղ է սկսվում միջին հայերենը։ Մի վայրկյան։ Հենց այդ ժամանակը, թե մի քիչ ավելի շուտ էլ է։
Այս գրաբարը երբեմն մի փոքր հեռանում է դասական կառուցվածքներից, սկսում է փոխառել նոր եզրեր և ընդունել ավելի ժողովրդական դարձվածքներ։ Շատ անգամ այս շրջանի գործերը համարվում են հայկական լատինականություն ըստ կառուցվածքի։ Այսպիսով, դու ճիշտ ես ասելով, որ բյուզանդականը և միջնադարյանը դասականից տարբեր փուլեր են, և դրանք կարող են դիտվել որպես առանձին տարատեսակներ գրաբարի շրջանակում։ Ասում ես շարադրեմ մեր նախորդ տեքստը խիստ դասական գրաբարի, այսինքն 5-ից 7-րդ դարերին բնորոշ ոճով, հեռու բյուզանդական ու միջնադարյան ազդեցություններից։ Եկեք տենանք։ Ահա դասական գրաբարով գրված տեքստը ճշգրիտ ըստ 5-ից 7-րդ դարերի ոճի, մաքուր քերականությամբ ու բառապաշարով։ Հենց սա էր իմ ուզածը։ Հետո ինչ էի ուզում ասեի։ Ուրեմն միջնադարյան գրաբար, այս էլ եկեք հարցնենք միջնադարյան գրաբար, ասում է 12-ից 17-րդ դարեր, իսկ գրաբարը գործածությունից դուրս է եկել 19-րդ դարում, միջնադարյան գրաբարը եղել է 17-րդ դարում, մինչև 17-րդ դար, միջնադարյանը մինչև 17-րդ դար, վերջ 17-րդ դարից ինքը ոնց որ դուրս է եկել գործածությունից կամ գրեթե դուրս է եկել, արդեն սկսել է դուրս գալ, արդեն այդ ժամանակ խոսացել են միջին հայերենով, միջին հայերը անցումային փուլ է եղել գրաբարից դեպի ժամանակակից արդի հայոց լեզու, ինքը որոշ ժամանակ, եթե չեմ սխալվում, ինքը եղել է ինչ-որ յուրահատուկ ինչ-որ յուրօրինակ գրաբար, բայց հետո ինքը, ասում եմ, անցումային փուլ է եղել գրաբարից արդի հայոց լեզու, արդի հայերեն և ինքը դառել է, այս մեկը վստահ, այն էլ եմ վստահ ասում, ուղղակի այս մեկը արդեն հաստատված է, որ ինքը դառել է ժամանակակից հայոց լեզու, արդի հայոց լեզու, ինքը եղել է, հիմա էլ կա, ճիշտ է, չի գործածում, ինքը ժամանակակից հայոց լեզվի տարբերակ է, ու ինքը առաջին ստացվում է, այդպես է ստացվում, որ ինքը առաջին, ուրեմն ժամանակակից հայոց լեզվի առաջին տարբերակն է, ոնց որ ասենք կա արևմտահայերեն, կա արևելահայերեն, այդ միջին հայերենն էլ առաջին տարբերակն է ու առաջին տարբերակն է եղել ժամանակակից արդի հայոց լեզվի, հետո ինքը ոնց ասեմ, ավելի շատ է եղել էլի, ինքը ժամանակակից հայոց լեզու ավելի շատ է եղել, քան բան էլի, ոնց ասեմ, ինքը որոշ ժամանակ է եղել ինչ-որ, եթե եղել է իհարկե բանա գրաբարի մաս գրաբար, ու ինքը ավելի շատ ժամանակակից հայոց լեզու է, քան գրաբար։ Էդի հասկացանք, ուրեմն այդ ժամանակ արդեն սկսել են խոսալ բանով, միջին հայերենով, այստեղ կապ չունի ինքը դեռ ինչ-որ գրաբար է եղել, թե արդեն եղել է ժամանակակից հայերեն, սա կապ չունի, միջնադարյան գրաբարը վերջ 17-րդ դարում, բայց չէ որ գրաբարը ողջ է եղել մինչև 19-րդ դարը գործածության մեջ է եղել, այստեղ հարց է ծագում 17-րդ դարում, երբ որ միջնադարյան գրաբարը գործածությունից դուրս է գալիս, բայց գրաբարը մնում է ու մնում է մինչև 19-րդ դար, այդ 17-րդ դարից մինչև 19-րդ դար ինչ գրաբարով են խոսացել, ինչ գրաբար է եղել, մենք հիմա կիմանանք, իսկ մինչև 19-րդ դար
գրապարը դարում է գործածվել ինչ գրապար է գործածվել Ես վերջակետը ստեղ տնին, էլի միջնակետն են դրել Իսկ 17-րդ դարից մինչև 19-րդ դար, երբ գրապարը դադարում է գործածվել, ինչ գրապար է գործածվել Հիանալի հարց ես տալիս 17-րդ դարից մինչև 19-րդ դար ընկած ժամանակահատվածը հայերեն գրականության համար շատ յուրահատուկ շրջան է Անցում գրապարի և աշխարհաբերենի միջին հայերենի միջև Կարող են հենց էդի աշխարհաբեր Ստացվում է միջին հայերենն է աշխարհաբեր, եթե այդպես է Ահա թե ինչ է տեղի ունեցել Գրապարը որպես գրական լեզու մինչև 18-րդ դար 18-րդ Մենք խոսում ենք 17-րդ դարից, 19-րդ դարից ու այդ երկու դարերի միջև ընկած ժամանակահատվածից ինքը ստեղ 17-րդ դարի մասին ասկսում պատմել, լավ, տեսնենք ինչա գրում, մինչև 17-ից 18-րդ դարերը դասական գրապարը շարունակում էր, դասական, ստեղ չի ասում բյուզանդական, հենց դասական, մենք խոսում ենք միջնադարյանից ու այն գրապարից, որը եղել է 17-րդ դարից մինչև 19-րդ դարին, լավ, մինչև 17-ից 18-րդ դարերը դասական գրապարը շարունակում էր մնալ գլխավոր գրական և եկեղեցական լեզուն, բայց արդեն այդ դարերից սկսած գրապարը սկսում է ընկալվել որպես չափազանց բարդ ու մեռած լեզու ժողովրդի համար, 17-ից 18-րդ դարեր, միջանկյալ փուլ, այս դարերում գրապարը դեռևս կիրառվում է հատկապես եկեղեցում և պաշտոնական գրագրության մեջ, բայց միաժամանակ սկսում են ի հայտ գալ աշխարհաբեր գրականություն, ինչ է գրում աշխարհաբեր, Լուծե հետ ինչ-որ տարբերակ կա, տենց անվանում է ես Օրինակ, մխիթարյանները Վենետիկում ու Վիեննայում դեռ գրում էին գրապարով, բայց ավելի պարզեցված գրապարով, քիչ թե շատ հեռացած դասական մաքուր ձևերից Շատ հոգևորականներ գրում էին գրապարով, բայց լուսավորված միջանկյալ գրապարի տարբերակով, երբեմն խառնելով նոր հայերենի տառեր Այսպես կոչված վերջին գրապար անվանումը պայմանական է Դա այն գրապարն է, որ գործածվում էր մինչև 19-րդ դարի վերջը, երբեմն խառնված արդի լեզվի տառերով, բայց դեռ պահելով գրապարային գերականություն 19-րդ դար աշխարհաբերեն գրական լեզվի հաղթանակ 19-րդ դարում մեսրոպյան գրապարը գրեթե դադարում է գործածվել առօրյա գրականության մեջ, մեսրոպյան գրապարը մնում է միայն եկեղեցու մեջ, շատ պահպանողական միջավայրերում, աշխարհաբարը դառնում է գրական լեզու, ի վերջո վերաճելով արևելահայերեն գրական լեզվի Հայաստանի, Պարսկաստանի համար, արևմտահայերեն գրական լեզվի Օսմանյան կայսրության հայերի համար Եզրակացություն 17-ից 19-րդ դարերում գործածվել է հետևյալը Ուրեմն ժամանակաշրջան, լեզվի տեսակ, նշանավորություն Մինչ 17-րդ դար դասական գրապար, մաքուր եկեղեցական պաշտոնական լեզու 17-ից 18-րդ դարեր պարզեցված գրապար, վերջին գրապար, բայց պարզեցված, երբեմն խառը 18-ից 19-րդ դարեր աշխարհաբերեն սկսում է դառնալ գրական լեզու
19-րդ դարի վերջ աշխարհաբեր արևելահայերեն, արևմտահայերեն գրաբարն ընդհանրապես մղվում է եկեղեցի։ Ուրեմն ցանկանում ես վերլուծենք կոնկրետ մի տեքստ 17-րդ դարի կամ Մխիթարյանների գրաբարով տեսնելու համար տարբերությունը դասականի հետ։ Ես գտնում եմ, որ այսքանը բավարար է, շնորհանդիպում։